Փարիդայեզան հին հույն ճանապարհորդներից մեկը լսելով այգիների այդ չնաշխարհիկ այգիների գոյության մասին ճանապարհորդելով տեսնում է եւ նաեւ իր հետ տանում է ոչ թե այդ ամբողջ տեսլական այգիների, այլ նաեւ բառը, եզրույթը, Փարիդայեզը եւ նույն բառը սղվելով դառնում է ինչ կարող է ինձ հուշել paradise։ Մենք paradise դրախտ բառը փաստորեն այսօր մեր ուղղակի բառաֆոնդում շատ օգտագործվող ի պատիվ օգտագործում ենք հին պարսկերենի այգիների մշակույթի։ Արդեն միջին Սասանյան շրջանի օրոք, երբ առաջացավ գիրը, փաստորեն սկսեցին նաև գրական հուշարձանները, եւ կրոնական, եւ աշխարհիկ գիրը։ Մինչև այսօր Իրանը աշխարհին պարզապես սնուցում է, կարելի է ասել սնուցում, որովհետև մենք կտեսնենք բոլոր պատմափուլերում, բոլոր դարափուլերում իրանական գրականության, հատկապես գրականության, եթե դուք գիտեք նրա մեծ անունների Սաադի, Ֆիրդուսի, Խայամ, Հաֆեզ, Նիզամի, Ջամի, Ռումի եւ այսպես շարունակ նրանց անունները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային գրականության մեջ, համաշխարհային գեղարվեստական մշակույթի մեջ, ընկալողականության մեջ եւ այլ հետաքրքիր մի նաեւ փաստ, որ գրականությունը եւ հետագայում կինոն, որը ի հայտ եկավ 1925 թվականին, առաջին անգամ մենք տեսնում ենք թվականները եւ այստեղ կարող ենք ուղղակի պատկերացում կազմել, որ մենք արդեն 100-ամյակին ենք մոտենում, մեկ դար ունի պատմություն իրանական կինոն։ Նա 7 արվեստներից 7-րդն էր, որը շատ ուշ ի հայտ եկավ։ Դե կինոյի գյուտի հետ կապված, նաև կինոյի ընկալման հետ կապված, այսօր է, որ մենք բոլորս նկարահանում ենք ամեն օր կինո, մենք աշխարհը տեսնում ենք վիզուալ, եւ առանց վիզուալ պատկերի մենք շատ դժվար ենք ընկալում ուղղակի իրերը, երևույթները, նաև զգացմունքները։ Այդ իսկ պատճառով գրականություն եւ կինո փոխառնչությունները, այդ ինչպես զարգացան, ես այսօր կփորձեմ շատ կարելի է խոսել Իրանի մասին, մշակույթի մասին, գրականության մասին, գրականությունը մինչև այսօր եւ դասական, եւ նոր պոեզիան, եւ արձակը փաստորեն իրենց կարևոր տեղն ունեն ոչ միայն իրանական մտածողության, այլև իրապես կարող ենք ասել համաշխարհային մտածողության։ Կարևոր մի փաստ նաեւ, այդ Միացյալ Ազգերի կազմակերպությունը, դուք գիտեք, ինչ դերակատարում ունի, եւ Միացյալ Ազգերի կազմակերպությունը ունի շինություն, որի վրա դաջված է մի պոետի ստեղծագործություն, եւ ոչ ավել ոչ պակաս այդ պոետը իրանական ծագում ունի, պարսիկ պոետ Սաադին է, որի ստեղծագործությունն է դաշված ոչ թե Շեքսպիրի, ոչ թե Գյոթեի, ոչ թե Պուշկինի, այլ հենց Սաադու բանաստեղծությունը։ Ինչ էր ասում մեծն Սաադին, այդ դրանով իսկ հանդերձ այդ փոքրիկ բանաստեղծության առանցքում մենք կդիտարկենք Իրանի քաղաքակրթական կարևորությունը, հումանիստական ուղղվածությունը, ինչպես բոլոր մշակույթի ոլորտներում։ Մենք բոլորս ադամորդիներս մեկ Աստծու զավակներ ենք եւ մենք եղբայրներ ենք բոլորս, առանց դավանանքի, առանց հավատքի, կարևորության եւ շեշտակիրության։ Եւ մենք մի մարմին ենք, որն ունի տարբեր անդամներ։ Եթե մարմնի մի հատվածը ցավ զգա, մյուսները անպայման կարձականք են։ Իսկ եթե չեն արձականքի, ուրեմն դու մարդ կոչվելու իրավունք չունես։ Ես բառացի թարգմանեցի Սաադու ստեղծագործությունը եւ հենց այս ստեղծագործությամբ կարեւոր է նաեւ հատկանշել քաղաքակրթական դերը Իրանի։ Իրանը նաև Խաթամի օրոք, նախագահ Խաթամին 1997-ից 2005 թվականներին նախագահեց Իրանում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն էր եւ բերեց հետաքրքիր մի հայեցակարգ քաղաքակրթությունների միջկրոնական եւ միջքաղաքակրթական հարաբերությունների երկխոսություն։ Իդեպ ասեմ, որ Իրանը առաջ կազեց Միացյալ Ազգերի կազմակերպության նիստերից մեկի ընթացքում եւ ընդունվեց անմիջապես այս հայեցակարգը։ Սկսեցին արդեն աշխատարաններ, մշակումներ եւ ինչ եք կարծում, ինչպես պետք է այդ միջկրոնական եւ միջքաղաքակրթական, նաեւ միջմշակութային երկխոսությունը իրականանա։
իսլամի եւ քրիստոնեության միջև այն հատվածներում, որտեղ կար ուղղակի թնջուկ, չլուծված խնդիրներ, պետք է այդ ամենը իրականանար արվեստի լեզվով, մշակույթի լեզվով, լեզուն մշակույթ, հաղորդակցման լեզուն դարձավ մշակութային լեզու։ Եվ երգը, եւ պարը, եւ ազգային նվագարանները պետք է ուղղակի մեկը մեկին ներկայացնեն եւ մշակույթի շատ բարդ ու շատ պատասխանատու լեզվով ի կատար ածվեր այդ հայեցակարգ։ Դուք լսել եք Ոսկե Ծիրան կինոփառատոնի մասին, մենք բոլորս գիտենք, որ մեզ մոտ Հայաստանում երկար տարիներ արդեն տեղի ունենում մի շատ հրաշալի մշակութային միջոցառում, որը համախմբում է աշխարհի տարբեր ռեժիսորներին, այդ թվում նաև հայ ռեժիսորներին, եւ մենք ունենք այնտեղ հարթակներ, տարածաշրջանային կինո, որի գլխավոր դերակատարը իրանական կինոն է։ Այդ փառատոնի շրջանակներում Իրան են այցելել ականավոր կինոռեժիսորներ, որոնցից այսօր ես կծանոթացնեմ ձեզ շատերին, եւ որոնք ոչ միայն խոսել են հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, մշակութային պատմական փոխառնչությունների մասին, այլ նաև հայի կերպարի մասին ընդհանրապես, որովհետև մանկություն են անցկացրել հայերի հետ միասին, բարեկամ են եղել եւ ամենակարևոր արձանագրումը, որ կինոյի հիմնադիրը նույնպես եղել է իրանական ծագումով հայ, որի հետ այսօր կծանոթացնեմ ձեզ։ Նախ էկրանին 1925-2025 եւ կա պատկեր, մենք այս տղային կանգնած մեջքով դեպի ծովը կտեսնենք նորից, սա Ամիր Նադերի ամենասիրելի ֆիլմերից մեկն է, որ նվիրված է 14 տարեկան մի տղայի եւ կարծես սա իր ինքնակենսագրական, ալեգորիկ ինքնակենսագրությունն է, յուրաքանչյուր մեծ պատմություն։ Ալտեր էգոն է, որով շրջում է նա կինոյի ընթացքում, կոչվում է կինոն վազորդը։ Դրա մասին խոսենք։ Պայմանական է այս պոստերը, որ ես ներկայացնում եմ ձեզ։ Այստեղ մենք խոսեցինք իրանական կինոյի մասին, ինչու եմ ես հատկապես արժևորում այս փաստը, սկիզբը իրանական կինոյի եւ ամեն ինչի սկիզբը։ Նորից պարտական ենք հայի, ով հիմնադրեց Հովհաննես Օհանյանը, ով համարվում է իրանական կինոյի հիմնադիրը։ Նախ ով է Հովհաննես Օհանյանը։ Հովհաննես Օհանյանը մասնագիտությամբ բժիշկ է, ուսյալ, կրթյալ, երևի իրանական շրջապատում ինտելեկտուալ ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն էր, ով որոշեց Ռուսաստանի կայսրությունում սովորելուց հետո, ռուսական կայսրությունում վերադառնալուց հետո Իրան որոշեց բացել Իրանում առաջին թատերական գեղարվեստական դպրոցը։ Էլի նորից հիմնադիրը։ Մենք իդեպ ասեմ, որ հայերը շատ ու շատ մեծ դերակատարում են ունեցել, հայերը իրանական երաժշտության, կինոյի, պարարվեստի, ազգային նվագարանների, գիտության տարբեր ոլորտների, եթե մենք հիմա այդպես կոչենք, մեզ մոտ ուղղակի կստեղծվի մի մեծ հանրագիտարան, ովքեր նաև եղել են հիմնադիրները այդ ուղղության։ Հովհաննես Օհանյանը առաջինն էր, որ փորձեց նկարահանել Իրանում ֆիլմ, իսկ ինչու հենց այս թվականները, այդ 1900 առաջի ֆիլմը 1930-ականներին, որովհետև եթե մենք կինոյի գյուտի մասին խոսենք, Լումիեր եղբայրների, դուք բոլորը երևի գիտեք, կինոսերները կան կինոսերներ ձեր մեջ, եւ Լումիեր եղբայրներից հետո կինոն 1890-ականներին, 98-ին Լումիեր եղբայրները որոշեցին առաջին անգամ օգտագործելով կինոյի տեխնիկական հնարավորությունները, որովհետև կինոմատոգրաֆ նշանակում է սինեմատոգրաֆ, պատկերը դնել շարժման մեջ, երեխեք ջան, մարդու հետ ծնվել է այս կինոյի գաղափարը, զգացմունքը, որովհետև մենք ժայռապատկերներին ինչ ենք պատկերել, մենք պատկերել ենք մեր կյանքը, դա էլ է չէ, ինչ որտեղ ոչ միայն կիրառական արվեստ է, ոչ միայն խոսք է, հաղորդակցություն է, դարերից եկած հաղորդակցություն է, այլ նաև սա պատկերաշար է, եթե այն դնենք Գալատեայի և Պիգմալիոնի նման չէ, էդ էլ է կինոյի սկիզբ համարվում ինչ որտեղ հունական այդ լեգենդը, երբ որ ինչ արեց Պիգմալիոնը իր կերտած, իր գեղեցիկ այդ Գալատեային, ինչ արեց, խնդրեց, որպեսզի նա կենդանություն ստանա,
եւ նա գրեց Գալատեայի շարժման մեջ։ Նույնը ժայռապատկերներն է, ինչ են, եթե մենք պատկերաշարը այսօր դնենք եւ վերածենք անիմացիոն ինչ-որ տեսաշարի, մենք կստանանք պատմություն, ոչ միայն հաղորդակցման լեզու է, այլ նաեւ պատմություն, նարատիվ մենք կստանանք մեր նախնիների կենսակերպի, կենսագործունեության մասին։ Մենը ինչ արվեց 18-րդ, 19-րդ դարի վերջում ավարտին սկսեց արդեն ինչ կինոգործի ձեռքում դառնալ որպես գործիք, եւ հետագայում Աստրյուկը կասեր հայտնի կինոքննադատ, կինոգետ Աստրյուկը կասեր, որ հեղինակային կինոն դա այն կինոն է, որի մասին մենք այսօր կխոսենք, երբ կինոխցիկը, տեսախցիկը ռեժիսորի ձեռքին դառնում է գրիչ, ինչպես գրողի ձեռքին գրիչն է, այնպես պետք է նա դառնա անալոգիան, գրիչի անալոգիան դա տեսախցիկն է կինոռեժիսորի ձեռքում։ Այդ տեսեք 30-ականներին արդեն գրեթե լույեր եղբայրների այդ կինո դուրս էր եկել եւ այո, շարժական կինոթատրոններ կային, առաջինը Լիբանանում ցուցադրվեց, հետո շատ մեծ ոգևորությամբ այսպես Թուրքիայում ցուցադրվեց, այն ժամանակ դեռևս Օսմանյան կայսրությունում եւ հետո արդեն կամաց գյուտը հասավ Իրան։ Իրանը փակ հասարակություն է, փակ քաղաքակրթական միավոր է, մենք այսօր շփվում ենք նրա հետ, բայց մենք շատ խորը հաշտություններ տեղյակ չենք այդ հաշտություններից, ինչպես նրանց լեզուն, քանի որ գիտեք ալեգորիա, մետաֆորներ, լեզուն հարուստ է եւ մենք խոսելով պարսիկի հետ մենք չենք հասկանա այն բուն իմաստը, եթե վարժ չենք հասկանա, որովհետեւ ամեն ինչ ունի իր ալեգորիկ խորը իմաստը։ Այդպես էր կինոյի դարաշրջանը, կինոյի մուտքը, համաշխարհային էկրան եւ մենք պարտական ենք Լումիեր եղբայրներին, իսկ Իրանում պարտական ենք Հովհաննես Օհանյանին, ով օգտագործելով տեխնիկական բոլոր միջոցները մեզ նվիրեց առաջին իրանական համր ֆիլմը, հենց Իրանում նկարահանված։ Այդ համր ֆիլմ ասելով մենք ինչի նկատի ունենք։ Համր ֆիլմը կոչվում է Աբին եւ Ռաբին։ Եվ Ռաբին դա կատակերգություն է, կներեք դա կատակերգություն է Աբին եւ Ռաբին եւ այս կատակերգության հիմնական շորը եւ շորշորը։ Գիտեք, լսել եք այսպես։ Այո, շորն ու շորշորը, նույն շորը եւ շորշորը եւ այնինչ տեղի ունենում Իրանում 30-ական թվականներին համընթաց նաեւ տեղի ունենում հայկական կինոմատոգրաֆում։ Անկախտելիորեն էին զարգանում այդ երկուսի կապերը։ Առաջին համր ֆիլմը, դուք գիտեք, որ կինոն ունի պատմական երկու դարակում, հնչյուն եւ համր ֆիլմերի դարակում։ Սկզբում, երբ որ ձայնը չէին կարող հասցնել, դուք շատ անգամ Չարլի Չապլինին մեծ գիտեք եւ նրա ֆիլմերը գիտեք։ Այդպիսի ֆիլմեր, երբ որ ամբողջ ինչ դիմախաղի միջոցով պետք է տեղի ունենալ եւ ինչ մեծ վարպետություն էր պահանջվում այն ժամանակ հերոսներից։ Ասեմ, որ այստեղ նկարահանված հերոսներից մեկը հայ է, ազգությամբ հայ է, ի շնորհիվ էլի Հովհաննես Օհանյանի։ Մենք հիշենք, հա, Աբին եւ Ռաբին առաջին համր ֆիլմը իրանական համր ֆիլմը, որը նկարահանվեց Հովհաննես Օհանյանի կողմից։ Մենք Հովհաննես Օհանյանին մի փոքր մեր ճանապարհորդության ընթացքում թողնենք հանգիստ, որից հետո կանդրադառնանք հայեր իրանական կինոյում։ Հովհաննես Օհանյանը նկարահանեց նաև մեկ այլ ֆիլմ, որը Հաջի աղան կոչվեց Հաջի աղա, որը մեծ հաջողություն չունեցավ ցավոք։ Եվ շատ հիասթափված, ու քանի որ այդ տարիներին 1930-ականներին Իրանում տեղի ունեցել շահական իրաններ արդեն Ռեզա Պահլավիի, այնուհետև գիտեք, Իրանը շատ հետաքրքիր երկիր է, 20-րդ դարում երկու մեծ հեղափոխություն տեղ ունեցավ Իրանում, սահմանադրական հեղափոխությունը Մաշրուտի եւ իսլամական հեղափոխությունը, Ղելաբ Իսլամի փաստորեն։ Եվ այդ երկու հեղափոխությունները ինչ է կարծում, հեշտ ընթացք կտար այդ դարափուլին իր պատմամշակութային, իր քաղաքական համատեքստում, իհարկե շատ բարդ է, եւ շատ ուղղակի մտավորականներ որոշեցին մեկնել Իրանից, հեռանալ Իրանից եւ հաստատվել Հյուսիսային Հնդկաստանում, Բերլինում։ Նրանք արդեն ունեին համայնք Սեֆիվյանների օրոք, արդեն առաջին համայնքը ձևավորվել էր, մտավորական համայնքը, բայց 20-րդ դարասկզբին պերսիանիստներ կոչվեցին նրանք, այսինքն ազգայնական պարսիկներ, ովքեր ինչ էին ուզում էին ամեն ինչ պատկանում է օտարներին վերականգնել, վերադարձնել Իրանին, այդ թվում նաև լեզուն մաքրել լեզվական փոխառություններից։
Տեսեք, Հնդկաստանը շատ կարևոր դերակատարում ունի, որ առաջին մեծ պատմական արձակի մեծ ստեղծագործությունը, եթե դուք լսել եք նրա մասին, Սադեղ Հեդայաթի բուֆետուրը, Քորբում, ուղղակի գրվել եւ հրատարակվել է Հնդկաստանում։ Առաջին խոսուն ֆիլմը, հնչյուն ֆիլմը, նույնպես նկարահանվել է Հնդկաստանում, արդեն ասացի մեկ անգամ Գուջարատի կողմորեն համայն գոյություն ուներ եւ Գուջարատի համայնքի մեծագույն ներկայացուցիչներն են պարսիկներին, որոնք կոչվեցին գուջարատներ։ Գուջարատները դրանք ծագումով պարսիկներ էին, բայց ապրում էին Դելհիում երկար դարեր, սկսած 16-րդ դարից։ Ֆրեդի Մերկուրին դուք քաջ գիտեք եւ Ֆրեդի Մերկուրին նույնպես համարվում է Գուջարատի պարսիկ։ Այսինքն նրա նախնիները այո ծագել են Հյուսիսային Հնդկաստանից։ Առաջին համար ֆիլմը Արտեշիր Իրանի կողմից փաստորեն նկարահանվեց։ Արտեշիր Իրանին համարվում է իրանական Հնդկաստանի ներեցեք կայսերական կինոյի դպրոցի հիմնադիրներից մեկը, ծագումով պարսիկ, եւ նրա մեծ ջանքերով եւ ուսանողների, որոնք ցանկանում էին ունենալ այդ կարևոր մի պատմական հիմքի դուր աղջիկը, այս պատմական իրողություն էր, հաստագրական նյութ էր, եւ այս նյութի հիման վրա ցանկանում էին ունենալ ֆիլմ, ազգային ֆիլմ։ Իսկ գիտեք, ինչքան դրսում եք ապրում, այնքան ազգային ինքնությունը ձեզ մոտ ավելի ու ավելի խոսուն է դառնալու, ստեղծել, ստեղծագործել եւ ունենալ ազգային հնչողություն ունեցող փաստորեն արվեստի գործեր։ Առաջին ֆիլմը դա Լուր աղջիկն էր։ Լուրեստանը նաեւ հայտնի է իր պատմություններով, ֆոլկլորային բանահյուսական պատումներով։ Ահա այդ պատումներից մեկը Գոհար անունով աղջկան նվիրված Լուր աղջիկը ստեղծագործություն է, որը եկել է Լուրեստան նահանգից եւ դա սիրային, այսպես շատ տխուր վերջաբանով մի պատմություն էր։ Առաջին անգամ հնչեց պարսկերենը, ամենակարևորը ֆիլմում հնչեց պարսկերեն լեզուն եւ Իրանը արձանագրեց հնչյուն ֆիլմերի տարածքում իր տեղը համաշխարհային հնչյուն ֆիլմերի տարածքում։ Այնուհետև մենք գալիս ենք իրանական կինոյի պատմության, կինոն ինքը դադար չունեցավ։ Նախ ասեմ, ձեզ երևի ծանոթ է կինոթարգմանություն եզրույթը։ Ինչ է կինոթարգմանությունը։ Կինոթարգմանությունը դա գրական ստեղծագործության հիման վրա ստեղծված ինչերն են, կինոֆիլմերն են, ֆիլմ արտադրությունն է։ Մենք նույնպես հայկական տարբերակություն Հոզոր Միշա, Համո Բեկնազարյանի կողմից, մեր մեծ ֆիլմ Մարյանի կողմից եւ այլն։ Ինչ կինոներ մենք գիտենք։ Գիքորը, իհարկե։ Եվ այսպես, այո, Պեպոն, եւ այսպես շարունակ, տեսեք համընթաց է ընթանում այդ կինոթարգմանությունների փուլը։ Իրանը նույնպես պակաս չէ, ինչ եք կարծում։ Կարող է Ֆիրդուսու Շահնամեից հատվածաբար կինոֆիլմեր չնկարահանվել, նվիրված Շահնամեի հերոսներին։ Իհարկե նկարահանվում են Նիզամու Սիրային վեպերից, հա, Նիզամուցիչ գիտեք, Լեյլա եւ Մեջնուն, գիտեք, Շիրին եւ Ֆարհադ, Շիրինը իդեպ Անուշն է, հայոց թագուհի, մենք այնպես է, եւ այլն, այսինքն դասական ստեղծագործությունների, պոեմների հիման վրա նկարահանվեցին ֆիլմեր, որոնք կոչվեցին կինոթարգմանություններ։ Դա փորձ էր իրանական ֆիլմը հարստացնել նաեւ գրական ստեղծագործություններով։ Բայց ինչքան մենք այսօր վիճում ենք գրականություն կինո փոխառնչությունը այդքան էլ հարթ չէ եւ կինոն մնում է կինոյի լեզուն դա առանձին լեզու է, իսկ գրական լեզուն դա առանձին լեզու է։ Այնպես որ կինոգետները շատ այսպես հակասական են վերաբերվում այդ փաստին, երբ որ մենք գրական ազդեցությունն ենք շեշտում կինոֆիլմերով։ Միևնույն է, այնտեղ կա կինոյի լեզու, վիզուալ արտահայտչական լեզու։ Ինչևէ, մենք եկանք 57 թվական։ 57 թվականին ստեղծվեց առաջին Իրանի նավթային ընկերության պատվերով, իսկ Իրանը գիտեք նավթային գերտերություն է, նավթային ընկերության պատվերով ստեղծվեց Գոլեստան կինոստուդիան։ Ի շնորհիվ Էբրահիմ Գոլեստանը իրենց հայտնի արձակագիրներից մեկն էր, ով նաև փորձ էր կատարել կինոյի բնագավառում ցուցադրել իր աշխատանքները առաջին։ Էբրահիմ Գոլեստանի կինոստուդիան առաջինն էր, որ իր շուրջ համախմբվեց 50-ական, 60-ականների բոհեմի իրանական, այլ պոետներ,
նկարիչներ, ստեղծագործողներ, սցենարիստներ, այդ թվում նաև նորեկ աստորեն վառ այսպես երևակայությամբ կինոգործիչներ հավաքվեցին, սա դարձավ առանց կաստալյան աղբյուր, որպեսզի այդտեղից քաղեն այն ինչ իրենց պետք է ստեղծագործությունների համար։ Գոլեստանի կինոստուդիային միացավ նաև շատ հետաքրքիր մի պոետեսա Ֆորուղ Ֆարոխզադը։ Եթե գիտեք Ֆորուղ Ֆարոխզադին, լսել եք նրա մասին, իսկ Ֆորուղը դա կարող եմ ասել կարմիր թելով դա այն կենսանյութն է, այն կենսաթաղանթն է, այն նուրբ միևնույն ժամանակ ամուր, տեսեք ինքը վաղամերիկ է, չեմ նշել այստեղ 34 տարի ապրեց, եւ մինչ այսօր 34 տարի եւ մինչ այսօր Ֆորուղի բանաստեղծություններով երիտասարդությունն է իրանական, այլ համալսարանական, նաև ավագ դպրոցների դաջելով տղաներ է իրենց կրծքին բանաստեղծությունները Ֆորուղի, այդ թվում աղջիկները գրելով իրենց թևերի վրա, գիտեք հենայով, դուք գիտեք այդ գեղեցիկ արվեստը, դուրս են գալիս պայքարելու Ֆորուղի բանաստեղծությունը, նա ազգային բանաստեղծություն է համարվում, չնայած հակասական, այսօր իսլամական հանրապետության շատ հակասական վերաբերմունքի Ֆորուղի ստեղծագործությունների հանդեպ, Ֆորուղը համարվում է բոլոր ժամանակների կենսանյութը, կենսաթաղանթը, նուրբ միևնույն ժամանակ ամփոփում, որը առաջնորդում է իր իրագործելու հերոսական արարքներ։ Ֆորուղ Ֆորուղզադ եւ Էբրահիմ Գոլեստան համագործակցությունը տանդեմ ստեղծագործական։ Այս սրա միջոցով հիմք դրվեց մի նոր էրայի, էպոխայի երեխեք։ Սա կոչվեց հեղինակային կինոյի հիմնադրում, այսինքն պոետ եւ կինոռեժիսոր, նաև արձակագիր, եւ նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց հեղինակային կինոն։ Ես դրան ավելի լուրջ կանդրադառնամ մեկ այլ ռեժիսորի պարագայում, բայց խոսեմ Ֆորուղ Ֆորուղզադի մեծ ներկայացման մասին իրանական կինոն, նա նկարահանեց մեկնեց Բաբաբաղի Բորոտների ճամբար Թավրիզում, իրանական ատրպատականում կա այդպիսի մի ճամբար բորոտների, կարելի ասել մի 20-30 տարի է, որ այն փակ է, հիմնականում բորոտ հիվանդություն կա, բորոտ հիվանդություն, եւ դա պետք չի շատ խորանալ դրա մեջ, երբ քայքայվում են մարդու դիմային նյարդերը եւ մարդկային դեմքը խեղվում է, բայց մարդը առողջ չէ, մարդու մտածում է, ապրում է մեզ նման, սիրում է, հիասթափվում է, ու Ֆորուղն ինչ արեց, իր տեսախցիկը վերցրեց Գոլեստանի օգնությամբ եւ մեկնեց այդ ճամբար նկարահանելով տունը Գորշե կինոնկարը։ Այս կինոնկարը մնաց պատմության մեջ երևի ամենամեծ պոետիկությունը, երբ որ բանաստեղծուհին կարդում է իր բանաստեղծությունները եւ նկարում է փաստորեն այդ Բաբաբաղի բորոտների ճամբարի երեխաներին, կանանց, ծերերին, որոնք ապրում են մեզ նման, սակայն մեկուսացած են, մարգինալացված, լուսանցքային է նրանց կենսակերպը, կենսավոճը։ Ֆորուղը այդպես չմնաց պատմության մեջ, ուղղակի դադար կինոյում, Ֆորուղից հետո այդ ֆիլմը նախ դարձավ հենք, որպեսզի սնվեն շատ հայտնի կինոռեժիսորներ, եւ նաեւ Ֆորուղից հետո իր բանաստեղծությունները աստորեն դարձան հիմք իրանական բանաստեղծական կինոյում։ Եվ նորալիկ մենք գիտենք ֆրանսիական նորալիկ, իտալական նեոռեալիզմ, մենք գիտենք գերմանական նոր կինո, դա նոր կինոներ, թարմություն մտցրած, գաղափարական, բովանդակային թարմություն մտցրած կինոլեզուն էր, որը հիմնովին փոխեց այդ, գիտեք ազգանուններ, անուններ ռեժիսորների, որ կապվում են ֆրանսիական նորալիկի հետ, Տրյուֆո, Գոդար, գիտեք այդ անունները, շատ արվել։ Հարցուն։ Ֆարոխզադի առումով ես մի հատ բան եմ նկատել, որ իր պոեզիան այնպես ֆիլմերի նման չի, որտեղ իր պոեզիան շատ ռոմանտիկ է, էրոտիկ է, սերունի սպეციფიկ էլեմենտների մասին։ Իսկ կինոն հենց օպոզիտն է, գործում է բնած ցույց տա մարդկության տխրության, ողորմելի շատ Այո, միանշանակ համամիտ է, եթե դուք տեսել եք տունը Գորշե ֆիլմը, եւ դա աստորեն Օբերհաուզենի կինոփառատոնում վավերագրական ֆիլմերի առաջին անգամ Իրանը հաղթեց այդ աստորեն կինոփառատոնում, եթե դուք տեսել եք, հնչում է բանաստեղծությունը Ֆորուղի, նոր հետո հնչում է կինոտեքստը,
երկուսը համակցված, այսինքն բանաստեղծուհին եւ իր բանաստեղծական կադրերով է մտածում եւ մեզ նաեւ մատուցում է շատ դաժան մի իրականության մասին, շատ դաժան, այո նաեւ բնազդային հիմք ունեցող, չէ, հիմք ունեցող, նախամաշտում բնազդային հիմք ունեցող, բայց միևնույն է սնվում է Ֆորուղի պոեզիայից, պոետիկ ներսից, որովհետեւ այն շատ բազմաշերտ է։ Մենք տարբեր կարող ենք ընթերցել Ֆորուղ, սիրայինից սկսած մինչև ինչ միստիկական եւ շատ ու շատ բազմաշերտ է։ Այն մի քիչ ուշադրություն դարձրեք իր հնչած պոեզիային ֆիլմում։ Դա շատ կարևոր է, եթե թարգմանաբար եք դիտել այդ ֆիլմը։ Դարյուշ Մերճուհին, ով է Դարյուշ Մերճուհին, նա իրանական նորալիքի հիմնադիրն է համարվում, շատ ցավալի վախճան ունեցավ անցած տարի Դարյուշ Մերճուհին, այո, շատ ցավալի վախճան, որը ուղղակի եզակիներից է որպես կենթանի վկա կինոյի զարգացման, պատմական ընթացքի, այլ նա չլքեց Իրանը, որովհետև երբ որ մենք խոսում ենք այս կինոռեժիսորներից մեծ մասին, ուղղակի նրանց մասին, մենք կտեսնենք, որ նրանց կյանքի կենսագործունեության հաջորդ փուլը ստեղծագործական, դա վտարանդիությունն է եւ Իրանից դուրս սահմանները։ Իսկ ինչպես ասում էր հայտնի կինոգեր Համիդ Դաբաշին, նա ասում էր, երբ որ դուրս է գալիս կինոն իր ազգային սահմաններից անդին, նա արդեն կինո ազգային չի կոչվում։ Ինչքան էլ նկարահանեք պարսիկների մասին, կարևոր հողն է եւ հողի զգացողությունը։ Դուք կնկարահանեք արտաքին շերտը, բայց այդ հողի զգացողությունը չեք զգա։ Այդպիսին է նաև արմատախիլ չանենք իրանական կինոն եւ դեռևս ակումբներում կանգնած է Դարյուշ Մերճուհին։ Ոչ հեղինակային կինոն, եթե հեղինակը համարվում է, կինոռեժիսորը համարվում է ինքը հեղինակ կինոյի եւ այնտեղ տեքստն է ինքը գրում, այսինքն կարող է ինքը համարվել գրողը հենց, գրող հեղինակ է, հեղինակ որպես ավտոր ռուսերեն, ավտորское кино, այդպիսի հասկացությամբ եւ պոետիկ, որովհետեւ այնտեղ կա բանաստեղծություն։ Եվ ինչու բանաստեղծություն, ես ձեզ ասեմ, նախ այնտեղ բանաստեղծությունը չհամարեք, որ ինքը կադրը բանաստեղծություն է, կամ բանաստեղծությամբ է մտածվում, ոչ կինոն դա նարատիվ է, ինքը պատմողական լեզու ունի, արձակի լեզու ունի, բանաստեղծությունը դա ներքին հյուսվածք է, ներքին հյուսվածք, որ ներքին ընկալում պիտի ունենաս, իմանալով, օրինակ իրանական կինոն պետք է քաջ գիտենալ նաև ինչ բանաստեղծություն կա այդ կինոյում, այս սեպերի, Ֆորուղզա, ծանոթ լինեն նրա պոեզիային, որովհետև շատ հաճախ նաև սուֆիական եւ գաղտնագրային ենթատեքստ տալու համար, շեղում ունենալու համար հենց բանաստեղծային կադրերն էին մեջ բերում մեր կինոռեժիսորները։ Մերճուհին նկարահանեց իր Կովը ֆիլմը, Կովը շատ հայտնի, այսպես մետաֆորիկ մարդկային հոգու եւ մարմնի մետամորֆոզի մասին պատմող ֆիլմ է, եւ Լեյլա ֆիլմը հայտնի ֆիլմերից է նրա։ Մերճուհին միջև իր կյանքի վերջ ստեղծագործեք, բայց խնդրում եմ, եթե հիշեք, որ Կովը իրանական նորալիքի հիմնային ֆիլմն է, որով ինք տրվեց իրանական նոր ալիքին։ Բահրամ Բեյզայի իրանական կինոյի հաֆեզը, Էստեր Բեյզայի մասին ես այսպես եմ բնորոշել, եւ Բեյզայի ամենակարևոր ֆիլմերից մեկը, որ էլի ուզում եմ շեշտել, նախ Պարսի Իրանում, շահական Իրանում կար այսպիսի ինստիտուտ, դեռահասների եւ երեխաների ինտելեկտուալ զարգացման ինստիտուտ։ Նաև այդ ինստիտուտը հոգ էր տանում էթիկական վարքերի եւ էսթետիկական հայացքները ձևավորելու համար շատ մեծ գործունեություն էր ծավալվում տարբեր ոլորտներ։ Նա սկզբում կոչվեց նախարարություն, հետո դարձավ ինստիտուտ, որը կարճ կոչվեց Քամին։ Եվ կինոռեժիսորներից շատերը իրենց պարտն էին համարում ուղղակի ստեղծագործելու այդ ինստիտուտում եւ առաջին ստեղծագործությունները նվիրված էին երեխաներին։ Կա այսպիսի մի հասկացություն. երկու երեխաների մասնակցության ֆիլմեր եւ երեխաների մասին ֆիլմեր, դրանք լրիվ տարբեր ֆիլմեր են։ Այս փաստորեն կանոնում նկարահանվում են եւ երեխաների մասնակցությամբ եւ երեխաների մասին ֆիլմեր։ Առաջին ֆիլմերից երեխաների մասին Բահրամ Բեյզային, որ այսօր Ստենֆորդի համալսարանում է դասավանդում, նա Իրանի սահմաններից դուրս է ապրում, բավական տարեց է եւ ունի թատրոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինքը նկարահանեց այս պատմական ֆիլմը Բաշու փոքրիկ օտարականը,
Մեր շատ սիրելի հերոսի Բաշուի մասին։ Իդեպ ասեմ, որ ես ուսանողների հետ այս ֆիլմը միակներից է, որ մենք սկզբից մինչև ավարտենք դիտող։ Բոլորս միասին, որպեսզի մեր ուզմունքները կիսենք։ Բաշու փոքրիկ օտարականը, տեսեք, Իրան-Իրաքյան պատերազմի օրերին նվիրված է պատերազմի թեմային եւ այս տղայի կյանքի պատմությունն է, որը Աբադանից, դուք գիտեք, հարավ-արևմուտք, այն նավթային հատվածից պատահական ձևով հասնում է մինչև վերև Մազանդարան Գիլան նահանգներ, իսկ Մազանդարան եթե Աբադանը փաստորեն ավելի մուգ էին Աբադանում մարդիկ, տեսեք, գույնը շատ կարևոր է, մուգ է տղայի գույնը, մաշկը, մորթը մուգ է, իսկ Կասպից ծովի այդ ափիեզրյա հատվածներում, ինչպես Գիլանն էր, Մազանդարանը, նրանք ավելի բաց են, բաց մաշկով, բաց աչքերով եւ շատ տարբեր ռեզոնանս կա, շատ տարբերվող է։ Ու Բաշուն հայտնվելով այնտեղ շատ պատահական, փորձել էր մորը ընտանիքին իր աչքի առաջ ռումբ էր պայթել այդ պատերազմական արհավիրք ապրած երեխան, ու մեկ էլ հայտնվում է այստեղ, որ երեխային ընկալում են օտար, այլ եւ չի ընկալվում այդ համայնքի կողմից այս երեխան այնքան, մինչև որ մի կին նրան չի որդեգրում, Նայի անունով մի կին, որին մենք այսպես մետաֆորիկ կերպով անվանում ենք Մայր Իրանը, որը գրկեց իր զավակին։ Բաշուն անհասկանալի կերպար էր տեղի բնակիչների համար, տեղաբնիկների համար, եւ Բաշուին հիմնականում ինչն էր ունել այսօր նաև փորձել են կապ հաստատել Վազորդի գլխավոր դերակատարի հետ, ով ապրում է Միացյալ Նահանգներում եւ չի զբաղվում ընդհանրապես դերասանական արվեստից շեղվեց, այս մի դերն է, որ կատարում է եւ երկու էպիզոդիկ դերեր, Բաշուն Վազորդը դա Ամիր Նադերի նույնպես համարվում է նոր ալիքի եւ հեղինակային կինոյի այսպես անվանի կինոռեժիսորներից մեկը եւ պատմում է իր ալտեր էգոյի հետ ճանապարհորդում է, մեզ պատմում է վիզուալ, այսպես արտահայտչամիջոցների միջոցով, մեզ հասցնում է իր ինքնակենսագրական մանկության, պատանեկության, հասունության այդ ճանապարհը, որ անցնում ենք իր հետ միասին։ Սա մի երեխա էր, որ ապրում էր մենակ, մեկուսացած, ծովափին եւ կատարում էր ցանկացած աշխատանք, որպեսզի ապահովի իր գոյությունը։ Ցանկանում էր սովորել, ամենամեծ երազանքն էր սովորելը։ Եվ տեսեք այստեղ, եթե պոեզիայի մասին խոսենք, այն ներքին տեքստը, պոեզիան որպես ներքին ընկալում, այստեղ մենք կլսենք սեփերու բանաստեղծությունները, ճամփորդը կլսենք, եթե մենք քաջ ծանոթ ենք սեփերին։ Մենք իսկապես ճամփորդը կլսենք ու շատ հետաքրքիր հնարք է։ Մենք չենք տեսնում սեփերին, չենք կարդում, բայց կլսենք մենք այդ ճամփորդը։ Եվ երեխան ունի նաև մի ուրիշ երազանք, թևածել, դուրս գալ այդ սահմաններից, ինչպես Լևինգստոն ջայը, բարձրանալ վերել, այն տարածքները, որ իրեն իր թևերին, ուղղակի թևաբախումներին հարիր չէր, հարմար չէր։ Եվ ինչ եք կարծում, Նադերին հենց այս երեխան է, այո, եւ ինչ եք կարծում, Նադերին իրականացրեց իր երազանքը։ Նա վազում էր ցանկացած ինքնաթիռի հետևից, ցանկացած նավի հետևից, որ գնում է, որովհետեւ նրանց մեջ ինչ կար, կյանք, շարժում, այլ տարածքների տեսլական, չէ՞, եւ Վազորդը մեզ պատմում է այդ տեսլականի մասին, պատանու մասին, որն ուներ ցանկություն ի կատար այդ հացելու իր ուղծը։ Եվ չեք պատկերացնում այս երեխայի դեմքը, երբ որ նա սկսեց սովորել այբենարանը եւ պարսկերեն լեզուն սկսեց սովորել եւ նա իր լսած թռչունների, ճայերի ձայների միջոցով, նավերի, սուլոցների եւ այլն դրանց միջոցով արտաբերում էր պարսկերենի 32 տառերը։ Այդպիսի մի հրաշք ֆիլմ մեզ պատմում։ Այո, հետագայում շատ ճիշտ է, պարոն Լեան, հետագայում նա իր ինքնակենսագրական պատումում գրեց, որ ես ի սկզբանե, երբ բացեցի աչքերս եւ հասկացա ես որտեղ եմ ապրում, ես առաջին ուզեցի դուրս դեպի արևմուտք։ Փաստորեն դա նաև ինչ որտեղ, որովհետև դա արտաբերել մի քիչ ավելի այսօր Իրանում շատ ավելի ոչ հարիր է, բայց այո, դա փախուստ էր դեպի դուրս։ Իրանից։ Իր սահմաններից, այո, մեր բոլոր սահմաններում ենք, չէ՞, Ռեջա, բոլորս ուզում ենք բարձրանալ վերև, եւ այդ բարձրանալու ճանապարհը մենք պետք է գին վճարենք։
Այդպիսին էր նաև այս ռեժիսորը։ Նա ստեղծագործեց ու հետո ի կատար ածեց իր երազանքը դուրս գալու դեպի համաշխարհային կինո, համաշխարհային մշակույթ եւ համաշխարհային այլ տարածքներ, աշխարհի այլ եզրներ։ Ինքն է հավաք։ Մեծ ամենասիրելի կինոռեժիսոր Աբբաս Քիարոստամի։ Աբբաս Քիարոստամուն ես պատիվ եմ ունեցել տեսնել այստեղ Հայաստանում բազմիցս, 1-2 անգամ նա եկել է Ոսկե Ծիրան կինոփառատոնի կինոշրջանակներում։ Այո, մեր ժամանակակիցն է, մեր շատ սիրելի եւ ինչ ասեց Գոդարը։ Այսպիսի խոսքեր նվիրեց Քիարոստամուն, ասեց, երբ կինոից հեռացավ Շադաջյար Ռայը, աշխարհը մեզ զրկեց ինքնատից։ Դուք գիտեք, Ռայը հայտնի հնդիկ կինոռեժիսոր էր, որը պատկերում էր Հնդկաստանի հեքիաթային աշխարհը։ Բայց երբ մենք տեսանք Քիարոստամի արվեստը, մենք համոզվեցինք, որ մենք այդ հեքիաթից դեռ չենք հեռացել։ Իսկ կինոյի ավարտը արձանագրեցին այսպես. Մեծ Կուրասավան, դուք գիտեք, Կուրասավան ճապոնացի կինոռեժիսոր է եւ այսպես ասում. Կինոն սկսվում է Գրիֆիթից եւ ավարտվում է Քիարոստամի։ Այնպես որ Քիարոստամին մեծագույն կինոռեժիսոր է, հայ ժողովրդի շատ մեծ բարեկամը, ցավոք հեռացավ կյանքից տարիներ առաջ, բայց թողեց հրաշալի մեծ արվեստ, այդ բանաստեղծական կինո, քանի որ ինքը եւ պոետ է, հայկյուների ժանրով էր նա ստեղծագործում, ճապոնական այդ ժանրը գիտեք, հայկյու, թանկա, այդ ժանրով էր ստեղծագործում, մեծ լուսանկարիչ, որի լուսանկարները նվիրաբերված են Փարաջանովի տուն թանգարանին, եղավ ցուցահանդես, բայց նաև Փարաջանովի տուն թանգարանում ես փորձել եմ ճշտել, ցավոք սրտի չկա այդ նկարները, ֆոնդում են պահվում, բախտ եմ ունեցել տեսնելու այդ նկարները, լուսանկարները, այնպես որ նա լուսանկարչությունը եւ կինոն նա համատեղեց։ Փաստորեն անհագտելի են կապված իր ստեղծագործությունները։ Քիարոստամի ֆիլմերից շատ կարող ենք խոսել։ Ես այսօր ընտրել եմ այնպիսի ֆիլմեր, որ ձեզ համար ավելի ծանր չլինի։ Առաջինը, որ կուզեմ խոսել, հենց կանոնում, ասեցի, այդ ինստիտուտում պատանիների եւ երեխաների կրթության եւ դասյարակության նկարահանեց ճամփորդը։ Այս ճամփորդի թեման, ինչու անընդհատ ճանապարհ եւ ճամփորդ, ինչու մենք տեսնում ենք անընդհատ ճանապարհներ, որոնցով քայլում են երեխաները, վազում են երեխաները, կանգառներ են այդ ճանապարհին, դա սուֆիական ենթատեքստում է երեխեքի ջան։ Սուֆիզմը դուք գիտեք, սուֆիզմը եթե լսել եք, դա Իրանի, դա իսլամի միստիկական ուղղվածությունն է, այսինքն մենք բոլորս, երբ որ ծնվում ենք, մենք ինչ ենք անում, ճանապարհ ենք անցնելու, չէ՞, եւ ճանապարհ ինչ սուֆիները ասում են, այդ ճանապարհը միակ ճանապարհն է մեր հոգու կատարելագործման, չկա այլ ճանապարհ։ Մեր ամբողջ անցած ճանապարհը եւ ամենամեծ ճանապարհը դա վերադարձի ճանապարհն է, ըստ սուֆիների։ Եվ այդ ճանապարհին ինչ պետք է աներ սուֆին, որ հասնել Աստծուն։ Դուք գիտեք այդ բանաստեղծությունը, ես եմ դու ես ու դու, ես եմ, չէ՞, այդ բանաստեղծությունը Տերյանի այդ սուֆիական ենթատեքստից դառնալ մեկ Աստծու հետ, ինչ անել ձուլվել բարձրյալին, եւ այդ ձուլվելու ճանապարհը պետք է անցներ սուֆին տանջածեսերի եւ հոգեվարժանքի միջոցով։ Երեխան ընտրված է որպես մարդ էան, մենք բոլորս, երեխան մարմնավորում է մեզ, որը իր կյանքի այդ մանկության, պատանեկության ճանապարհները կանցներ հոգեվարժանքի եւ տանջածեսի միջոցով։ Եվ նա մեզ դաս կտար արտարության մասին, դաս կտար իրական կյանքի մասին, իր պատկերացման մասին աշխարհի։ Այդպիսի մի երեխա էր Ղասեմը։ Ղասեմը այս հերոսն է ճամփորդի, որը ֆուտբոլասեր է։ Ֆուտբոլը շատ մեծ դեր ունի, գիտեք, Քիարոստամի ֆիլմերում եւ իրանական ֆիլմերում։ Ֆուտբոլը չգիտես, ոչ միայն մարզաձև էր, այլև ինչ-որ բանի հասնելու, ինչ-որ բան ընկալելու, հաղթելու իր մեջ այդ սեփական եսը։ Տեսեք, Ղասեմը փոքրիկ տղա է, շատ հեռավոր իրանական մի գյուղերում ապրող, Թեհրանից բավական հեռու կիլոմետրերով, եւ ինչ երազանք ուներ։ Գնալ Թեհրանի Ամադիե մարզադաշտ եւ տեսնել իր սիրած ֆուտբոլային թիմի խաղը։ Եվ չեք պատկերացնում նա այդ խաղը տեսնելու համար ինչ քաջագործությունների է դիմում։ Երբ որ նա փաստորեն հանգանակում է այդ գումարը ընկերներից, վաճառում է հոր ժամացույցը, ցույց տալով նաև այստեղ ինչ կա, էթիկական շատ խնդիրներ կա,
նաև էմոցիոնալ շատ խնդիրներ կան այս ֆիլմում, եւ ճանապարհ ենք տուն դեպի Թեհրան։ Հասնելով Թեհրան տեսնում է դեռ չի սկսվել, մարզադահլիճը լիքն է եւ դեռ չի սկսվել, ոչ ոքի չեն թողնում մոտենալ մարզադահլիճին, ու քնում է, հոգնած է լինում երեխան, հոգնած է, քնում է ու աշնանալիս ինչ է տեսնում, մարզադահլիճը դատարկ է, ֆուտբոլային խաղը ավարտված է, իսկ ինքը չի մասնակցել։ Տեսեք ինչ հետաքրքիր վերջաբան երեխայի մանկության, պատանեկության, այն մի փուլի ավարտի, իրականության երազանքի հավատալու եւ չհավատալու։ Արդյոք Հասեմը իր մեջ պահեց, Քիարոստամին ունի անավարտ դասեր մեզ համար։ Ոչ միայն մթության դասերն են Քիարոստամի, որ բոլոր ֆիլմերի ավարտին մի պահ կանգնում է էկրանը, մտնում է էկրանը։ Եվ ինչ է կարծում, հանդիսատեսը ինչ է ուզում, շարունակություն, բայց նա ինչ անում, թողնում է մեզ մտածելու, դա մթության դասերն են Քիարոստամի։ Դադար վիճակում է, եւ հետո շարունակություն կան դադարներ ֆիլմերում, այ Բալիհամը տեսեք, Բալիհամում շատ այսպես դադար կա, ու մենք փորձում ենք տեսնել ավարտը, նույնպես Հասեմի պարագայում, եւ ինչ է անում, մեզ դաս է տալիս, անավարտ կինոյի դասը, անավարտ երազանքի դասը, արդյոք Հասեմի մեջ կոտրվեց երազանքը, թե Հասեմը շարունակեց պայքարել եւ Հասեմի մեջ նոր ծնունդ ստացավ, հասունության ծնունդ, որտեղ է տունը ընկերոջ։ Շատ կարևոր մի ֆիլմ, ինքը Քոքերյան եռապատումն է, Քոքեր նահանգում տեղի ունեցավ ավելի ջերմրաշարժ 20-րդ դարի վերջերին, ավարտին, եւ Քիարոստամին ուղղակի իր տեսախցիկով մեկնեց նկարահանելու այն ավելի աղետից հետո երեխաների կարգավիճակը, եւ այստեղ հետաքրքիր կերպով ծանոթացավ, նրա բոլոր դերասանները ոչ պրոֆեսիոնալ են, ինչպես Կուրասավան էր ասում էր, դե Քիարոստամին, ասա ինձ տեսնեմ, այն ինչու են քեզ ենթարկվում այդ երեխաները, եւ ինձ չեն ենթարկվում, ասում է, որովհետեւ երբ որ քեզ ճանաչում են, նրանք միանգամից են քեզ ճանաչում եւ գիտեն, որ դու մեծ Կուրասավան ես, իսկ երեխաները ինչ չեն ճանաչում, ես ինձ ձիուց ներքև եմ իջնում եւ հավասարվում եմ իրենց նկարահանման տաղավարին։ Սա անպաճույճ դպրոցի մի փոքրիկ դասարանի մասին է։ Բոլորիս ծանոթ մի հետաքրքիր սյուժե, պատմում է սյուժեն հետևյալի մասին։ Ուսուցիչը ուղղակի Նեմատզադեին, մի փոքրիկ տղա է, աշակերտ ասում է, դու էլի չես կատարել քո տնային առաջադրանքը եւ հանդիմանում է։ Դե Նեմատզադեն պետք է կարմրի ու ասի ուսուցչին, ես կանեմ հաջորդ դասը կգրեմ։ Կողքը նստած է ընկերը Ահմադը, եղբայրներ են խաղում իդեպ, փրկված աղետից այս երեխաները, Ահմադը նստած է եւ ուշադիր լսում է ուսուցչի այդ խոսքերը։ Դուրս են գալիս, Նեմատզադեն չկա, թողել է տետրը, իսկ հաջորդ դասին Նեմատզադեն պետք է կատարեր տնային առաջադրանքը։ Ուր է Նեմատզադեն, ոչ ոք չգիտի, որտեղ է ընկերոջ հասցեն, ոչ ոք չգիտի, իսկ ընկերով էր, ընկեր Աստված էր, ոչ ոք չգիտեր Աստծո հասցեն։ Եվ ինչ պետք է աներ այդ երեխան, դուք տեսնում եք ենթատեքստը ուր գնաց, անպաճույճ իր սյուժեից մենք գնում ենք Սոհրաբ Սեփերի հասցե բանաստեղծությունը եւ մի մանչուկ տեսա Բարդինի վեր, մագլցել էր Բարդինի վեր, որ Աստծո բնից լույս քաղին էր համար, մեզ համար։ Այս բանաստեղծության տողերը դառնում են հենակետը այս ստեղծագործության։ Երեխան բազում է, բոլորից հարցնում է, դուք տեսել եք Նեմատզադեի տունը, դուք գիտեք որտեղ է իմ ընկերը ապրում, ոչ ոք տեղյակ չէր։ Եվ հաջորդ ինչ պետք է անել, հաջորդ օրը Նեմատզադեն գալիս է անտեղյակ ամենիչից եւ տեսնում է տետրը բացված, կատարված տնային առաջադրանք ու տետրի վրա մի փոքրիկ ծաղիկ։ Այդ ծաղիկը իմաստուն ծերունուց, որովհետեւ միշտ սուֆիզմում կա ծերունի, իմաստուն, մորշիդը դա շեյխ մորշիդ ասում են ուսուցչին, ուսուցիչ, որը մեզ պետք է ինչ անի, ուղենշի մեր կյանքի ճանապարհը։ Որ դու փորձում ես սկսել քո կյանքի ճանապարհը եւ այդ ճանապարհին չունես ուսուցիչ, քո ուսուցիչը կդառնա սատանան։ Այսինքն ուսուցչի կարևորությունը է։ Եվ Արևելքում եւ Իրանում կար նաեւ մի այսպիսի նաեւ խոսք։ Ասում են ուսուցիչը գալիս է այն ժամանակ, երբ պատրաստ են աշակերտները։ Ուսուցչի ֆիզիկական ներկայությունը դեռ ներկայություն չի։ Մի մոդել ուսուցիչը վերացավ, չէ՞։ Այն բեկում մցրեցին կինոմատոգրաֆի մեջ, իրան ունեցավ նոր կինո հասցե եւ իդեպ ես
շատ այսպես չուզեցի, բայց հիմա կասեմ այդ խոսքերը, այս ավարտին է եղել Քիարոստամի հայտնի խոսքերը։ Իրանական կինոն պատուհան է բացված աշխարհին իր իսկ սեփական այգուց։ Այգուց։ Այո։ Դա այո, շատ հետաքրքիր, մետաֆորիկ եւ ես միշտ ասում եմ, ինչքան էլ թուրքերը փորձեն այսօր։ Թուրք կինոռեժիսորներ նկարահանել, ֆիլմեր, հեղինակային ֆիլմեր, ուղղակի արտատպելով իրանական փորձը, միևնույն է սեփական այգուց չի բացվում իրենց պատուհանը, որովհետև նրանք չունեն սեփական այգի։ Իսկ դա քաղաքակրթական մեծ նշանակություն ունի։ Այգին ես պատահական չի, որ հենց այգուց սկսեցի։ Բալի համը եւ խոշոր պլան։ Խոշոր պլանը close up-ը կոչվում, սա փաստորեն տեսնում եմ կինոմաններ կան դիտել են, հա, դիտել եք ֆիլմը։ Շատ հետաքրքիր մի հայտնի մյուս կինոռեժիսորի մասին է Մոհսեն Մախմալբաֆի, որը իդեպի Հայաստանում եղել է, այս մեր հերոսը Սաբզյանը շատ տարված Մախմալբաֆի կինոարվեստով եւ նրա բացակայությամբ հենց ավտոբուսում ուզում է հայտնի լինել եւ թղթերի կույտը ձեռքին ուղղակի մի հարուստ կնոջ սկսում է ստել, որ ինքը Մոհսեն Մախմալբաֆն է, քանի որ արտաքնապես նա շատ նման է Մոհսեն Մախմալ։ Եվ ասում է կգնանք ձեր տուն, այդ ձեր դղյակում ես նոր ֆիլմ կնկարահանեմ, որ կոչվի Սարդի տունը։ Ու հետագայում այսպես բացահայտվում է այս խարդախությունը Սաբզյանի, Քիարոստամին այս դատական պրոցեսին անհաղոր չի մնում։ Իր տեսախցիկով փորձում է նկարահանել մի ֆիլմ։ Սա իրական է։ Այո, եւ փաստանյութ է եղել։ Եվ պատկերացնում եք, այդ ժամանակ նա մեկնում է Մախմալբաֆի, իրական Մախմալբաֆի մոտ, որ շատ բարգացած էր այդ փաստի կապակցությամբ եւ համոզում է, որպեսզի ներում շնորհի այդ Սաբզյան կոչված երևույթին։ Սա այդ ամբողջ process-ն է։ Իդեպ այստեղ մի հետաքրքիր փաստ կա, Քիարոստամին ասում է, Սաբզյանը այդ օրերին այնքան հայտնի էր, որ ես այդ բան հայտնի չէի։ Այդ դրա շնորհիվ, այդ ֆիլմի շնորհիվ եւ այդ process-ի։ Եվ ասում Փարաջանովի ֆիլմն էին բերել Նվանգույնը եւ Թեհրանի հայտնի կինոթատրոններից մեկում ցուցադրում են։ Ասում ես չկարողացա ներս մտնել, Սաբզյանն է ինձ ներս ուղղակի իր կապերով, որովհետեւ նա ինձանից ավելի հայտնի էր։ Երեխեք ջան, Բալի համը։ Սա պոետիկ իսկապես ֆիլմ է, այստեղ շատ պոեզիա Հաֆեզ Սաադի Խայամն է հատկապես, սա Խայամի կյանքի եւ մահվան այլ հարաբերող մենք լեզուն ենք լսում եւ այստեղ սա մի մարդու մասին է, ով ուզում է ուղղակի հրաժեշտ տալ կյանքին։ Երիտասարդ առողջ մի մարդու։ Եվ ինչ է, նա փնտրում է մեկին, ով ուղղակի իր այդ արարողությունից հետո, ծեսից հետո ինքնակործանման պետք է հողափորի մեջ, փաստորեն հողափոսի մեջ հող գցներ, ավարտին հասցներ այդ ամենը։ Ինքնասպանության թեման արգելված է Իրանում եւ այս ֆիլմը նույնպես արգելվեց երկար տարիներ։ Ու ինչ է անում այս մարդը, սկսում է մարդկանց փնտրել, տարբեր էթնիկ խմբերի մարդկանց եւ տարբեր մասնագիտությունների։ Ու այստեղ դասընթաց է, այսինքն ամեն մեկը կարդում է իր դասը կյանքի մասին, կյանքի կարևորության մասին։ Վերջում մի աղանցի հաստորեն վտարանդի էր, փախստական էր ավելի ճիշտ եւ նա ինչ է ասում, մոտեցնում է բալը, թութ կամ բալ շուրթերին այդ մարդու եւ ասում է, տես, համը մնաց շուրթերի, չէ, բալի համը, այ այդպես էլ կյանքն է, ինչքան քաղցր է կյանքը, իսկ ինչու ես դու փորձում հրաժեշտ տալ, այստեղ իսկապես մթության անավարտ դասեր է։ Երեխեք ջան, ես շատ արագ կանցնեմ, Մոհսեն Մախմալբաֆը իմ ասած, Մախմալբաֆը երևույթ է եւ Մախմալբաֆ ընտանիք կա, ինքը կինո ընտանիք է կոչվում։ Սա երևույթ է պատմության մեջ կինոյի, որ գրեթե երեխաները, կինը եւ ինքը համաշխարհային մեծ համբավ ունենան։ Նա ֆիլմեր նկարահանեց, անմեղության պահը, այգեպանը, ես հավես կարող եմ շեշտել, ինչու եմ վերցրել անմեղության պահը, սա իր մետամորֆոզն է հեղափոխական Մախմալբաֆից, իսլամական հեղափոխության։ Այո, մինչև վտարանդի եւ մարդու իրավունքների, ազատ գրչի, ազատ խոսքի, մտքի իրավապաշտպան Մախմալբաֆ։ Այո, այսօր նա ապրում է դրսում, նա վտարված է Իրանից, նա փաստորեն իր կինոընտանիքով ապաստան է գնել անհայտ մի հասցեում, որովհետև նա պայքարեց Իրանում կանանց քաղաքական բանտարկյալների իրավունքների ազատության համար եւ այս պատճառով
ինչ եղավ, հարկադրաբար լքեց Իրանը, Բայց նաև արտեփած։ Այո։ Այո, նա հեղափոխական էր։ Հենց դա այս մետամորֆոզի ճանապարհն է։ Հրացանը վերածվում է հացի, իսկ գաղափարը վերածվում է ծաղիկի, եւ այս կնոջ տեսքով։ Այգեպանը նկարահանված է Իսրայելում, իսկ ինչ եք կարծում, այդքան պաշտելի կինոռեժիսորին ինչ պետք է աներ գիտական հասարակությունը, ինչ պետք է աներ։ Այն իր մտերիմ ընկերները պետեցիա, այսինքն ստորագրահավաք կազմակերպեցին խայտառակելու Մախմալբաֆին համաշխարհային արենայում։ Այո, իսկ նա ինչու Իսրայելում Ակայում Ական դուք գիտեք քաղաք է Հայֆայի մոտ, որտեղ ինչ կա, Ակայում գտնվում են մեծ հուշարձաններ տամպլիերների օրդերների, հիվանդախնամների, տաճարաշենների եւ այլն։ Այսինքն ինքը նաեւ ինչ է կրոնական երկխոսությունների մի վայր է, որտեղ եւ իսլամը, եւ քրիստոնեությունը, եւ փաստորեն բաբիզմը Իրանում այդպիսի կրոն կար, բաբիականությունը կամ բաբիզմը երկխոսություն են լուր լռության համատեքստում երկխոսում են։ Մենք մարդիկ ենք, որ փչացնում ենք ամեն ինչ։ Չէ, ասում են հավատքը, ինչ է հավատքը մեկն է, կրոնը տարբեր։ Եվ ինքը մեկնեց այնտեղ ցույց տալու, որ մարդիկ ինչու եք դուք այսքան վիճում իրար հետ, երբ որ աշխարհի վրա կա այսպիսի մի տարածք քարտեզի վրա, եւ այս տարածքում տարբեր կրոնական համալիրներ ինչ հաշտ ու համերաշ կողքի դարեր շարունակ գոյատևում են։ Եվ տեսեք, այստեղ նկարահանեց մի շենքում, այստեղ երեխաները իրար հետ չեն խաղում մի փաստագրական ֆիլմ, ցույց տալու, որ այնտեղ եւ պաղեստինցի, եւ հրեա, եւ հայ, տարբեր երեխաներ ապրում են մի շենքում եւ չեն կարող խաղալ իրար հետ։ Այդ քնջումների պատճառով։ Երեխեք ջան, Սամիրա Մախմալբաֆ աշխարհի ամենաերիտասարդ կինոռեժիսորը, որը առաջին ֆիլմը նկարահանել է 16-17 տարեկանում եւ անմիջապես հայտնվել է համաշխարհային կինոէկրանին։ Սամիրա Մախմալբաֆը Մոհսենի աղջիկն է, նա Հայաստանում նույնպես եղել է եւ ամենաերիտասարդ ժյուրիի անդամը, 17 տարեկանում Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամը է։ Այսօր նույնպես համաշխարհային էկրանի մեծ ռեժիսորներից մեկը, Հանա Մախմալբաֆ, փոքրիկը։ Ինչու Հանային ես հատկապես այսպես ֆիլմն եմ ցուցադրել, Սամիրանն ունի շատ հայտնի ֆիլմեր, ուղղակի ժամանակի պատճառով։ Ես Հանան փոքրիկն էր եւ Հանան այս ֆիլմը նկարահանեց Սամիրայից ավելի վաղ, բայց հոր օգնությամբ 14 տարեկանում։ Բուդան չկործանվեց ամոթից։ Նախ ինչի մասին է խոսքը, Աֆղանստանում Բամիական հովտում բուդայական երկու հզոր արձանների մասին է, որ թալիբները պայթեցրեցին եւ համարելով հետանոսական ուղղակի հուշահամալիր, որը հակասում էր իսլամին։ Դրանից հետո Մախմալբաֆը հայտարարեց, ասես դուք տեսել եք ամբողջ աշխարհը եւ աշխարհի ուշադրությունը այդ արձաններն է, իսկ դուք տեսել եք ինչպես են այնտեղ ապրում թալիբանների օրոք երեխաները եւ կանայք։ Դուք չեք տեսել դա։ Դրա համար նա ոչ թե թալիբանների պայթեցումից ավերվեց, այլ ամոթից աշխարհի անտարբերության երեխաների եւ կանանց։ Սա էլի նորից փաստագրական ֆիլմ է, պատմում է փոքրիկ աջունի մասին, 5 տարեկան Բախտայի մասին։ Երեխեք այդ տարածքները, Բամիական հովտի քարանձավաբնակ տարածքներ, քաղաքակրթության նկատչում են։ Երեխան ապրում էր ունենալով մի երազանք, ունենալ տետր, որպեսզի կարողանա սովորել։ Նա պաշտոնապես կանանց արգելված է իրար խոսակցություն։ Ամեն ինչ, Ամեն ինչ։ հազար պունկտեր գտնել, որ նրանք անգամ ժպտալ չկան։ Եվ տեսեք, սա Բախտայի կյանքի մասին է, ու շատ հետաքրքիր մի բան կա այստեղ, պատերազմ խաղացող երեխաների, տղա երեխաների, ովքեր ուղղակի իրենց կարծիքով թալիբանները դա իրենց հայրերն են, եղբայրներն են նրանց շարքերում, եւ նրանք կրկնօրինակում են նրանց դաժանությունները, թաղելով այս երեխային կենդանի ինչի, ուղղակի հողափոսի մեջ եւ այդպեսով պատիժ իրականացնելու, ինչպես պատժում են կանանց։ Շատ ծանր պատմություն ունեցավ տետրը, այն տետրը մետաֆորիկ, որը երեխաների ինչն էր, ավետարանն էր երեխայի երազանքների։ Եվ մենք փաստորեն Հանայի հետ ընթերցում ենք այդ երազանքների դասագիրքը
եւ կարող ենք ասել եւ կործանված, եւ ճակերտներով, եւ բազմակետերով, նաեւ որ ազատազրկումից բանտարկված էր հանային երկար տարիներ, մահմալվախին նա մտերիմներից էր, առաջին անգամ այցը Հայաստան կատարեց, թույլտվությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ուղղակի կառավարության թույլտվությամբ նա կատարեց այց Հայաստան, իսկ Փանային շատ հայտնի կինոռեժիսոր է, բայց երեխաների մասին եւ երեխաների մասնակցությամբ ֆիլմերից են Հայելի եւ Սպիտակ օդապարիկը։ Խաղում են երկու քույրիկներ, էլի նորից ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, սա էլ է շատ հեղինակային եւ պոետիկ ֆիլմ։ Ինչու որտեղ Այդա Մոհամմադ Խանին է, իրական երեխան, պատկերացնում է, գնում է ընթացքը ստեղծագործական եւ նկարահանման եւ երեխան մեկ էլ հենց այդ աղավանում անում է շորերը, բոյկոտում է, գոռում է ու ասում է ես էլ չեմ ուզում նկարահանել։ Ռեժիսորը նկարահանում է երեխայի ամբողջ ընթացքը։ Գախնի Արտուրեն ուներ միկրոֆոն, թողնում են հանգիստ երեխան, ինչ պիտի անի երեխան հետո։ Նա բոյկոտեց, կանգնեց ֆիլմի ընթացքը։ Երեխան սկսում է փնտրել իր մամային եւ իր տունը։ Եվ ինչ անում, անցնում է ամբողջ Թեհրանը, հետևից Գախնի կանգնում։ Ու նա մեզ պատմում է Թեհրանի աշխարհագրության եւ Թեհրանի իրական կյանքի մասին։ Այդպիսի հնար գործեց եւ գործադրեց մեր Ջաֆար Քանային։ Սա նոր տարվա փոքրիկ ոսկե ձկնիկ ունենալու մեծ ցանկություն ունեցող միացյունի մասին է, որը հանդիպում է տարբեր ընկերներ եւ վերջում մի աղվանցի տղա այդ փոքրիկ այդ դրամը, որը ընկել էր ինչ էլի փոստի մեջ նա ինչ անում, փորձում է իր օդապարիկով փրկել, իսկ այդ օդապարիկը իր վերջի հույսն էր անում։ Ամեն մեկը իր այգու պատկանն է։ Այո։ Սա էլ Մաջիդ Մաջիդին առաջին էր, որ նոմինացվեց Օսկարի, ցավոք չստացավ, Օսկար մրցանակ, եւ նրա այլ երկու ֆիլմերն են նոմինացված են եղել Երկնքի երեխաները եւ Դրախտի գույները, ույշ տղայի մասին պատմող, էլի սուֆիական, ամբողջ սուֆիզմ է այստեղ, այդ պոեզիա, սուֆիզմ, բնություն, երեխա, որ երեխա չեք ընկալում, չնայած նրանց գեղեցիկ արտաքինին եւ իսկապես մանկական համայնքին, եւ եղբոր ու քրոջ մասին պատմող այս, ինչ ասեմ, փոքրիկ պոեմը, որը պատմում է աղքատ երեխաների մասին, ովքեր կոշիկ չունեն, ու երազում են մի զույգ կոշիկ ունենալ։ Մի զույգ կոշիկ, որովհետև այդ կոշիկը պետք է ակներ քույրը, հետո վազում էր տուն եղբայրը, փոխում էին եւ ինչ էին անում։ Այդ երեխաները պետք է փոխեն։ Եվ օրից մի օր այդ կոշիկներ կորան։ Ընկավ ջրափոսը։ Ու ինչ պետք է աներ եղբայրը, պետք է վազքի մրցույթում հաղթեր, որպեսզի շահեր մի զույգ կոշիկ, սպորտային կոշիկներ։ Երկրորդ տեղը պետք է զբաղեցնում է առաջին տեղը։ Նրան տալիս են մրցանակը եւ ոչ թե կոշիկները։ Եվ դուք չեք պատկերացնում այդ երեխայի ողբը, որ նա ստանում է ոչ թե կոշիկը, այլ մրցանակը, այդ իրական երազանքին օգնելու իր քրոջը, օգնելու նվիրելու այդ մի զույգ կոշիկը, այդպիսի ընտանեկան արժեքների մասին է մանկության այդ վեհ գաղափարների մասին է այս Մաջիդի ֆիլմը։ Մենք այս տղային տեսնում ենք 2 տարի առաջ նրան շնորհվեց Մաստրոյանի անվան մրցանակը երիտասարդ խոստումնալից դերասան աղավակություն։ Մենք ունենք Արև անունով խոշիկ ավթա, մենք գիտենք Արևը, կոչվում է այս ֆիլմը Արևի երեխաները։ Սրանք արդեն սա մի այլ թեմա է, որը պատմում է դպրոցի ուսուցչի, որը ուղղակի ուղիչ գաղութ էր, այսպես կոչված պատանիների եւ դեռահասների։ Այս երեխաները չունենալով ապրուստի միջոց ինչ պետք է անեն, զբաղվեն գողությամբ եւ այլ ոչ հարիր մանկության այլ ճանապարհները ընտրեն իրենց ուղղակի կյանքը ապահովելու համար եւ փրկում է իրենց ուսուցիչը դպրոցի։ Փրկում է, կանգնեցնում է ճիշտ ճանապարհին եւ այս երեխան, որը իր ուսուցչի հիմնական ապավենն էր եւ ուսուցչին բանտարկում են ինչ որ խարտախների այսպես պատճառով նա զրնգացնում է այն զանգը, որը կապել էր ուսուցիչը դպրոցում եւ անավարտ է մնացել, իսկ որպեսզի ազդարարի իրենց ուղղակի ինչ ճիշտ ճանապարհով ապրելու եւ ուսուցչի դասերը քաղելու այդ փաստը նա մոտենում է, վերանորոգում է այս տղան ու զրնգացնում է իր բիրտ ձեռքերով, կոպիտ բիրտ ձեռքերում է երեխան, որը 1000 ու մի աշխատանք էր անում, զրնգացնում է ամբողջ դպրոցով ուսուցչի զանգը, ուսուցիչ գրատախտակ զանգ, ու որ հարցնում է ուսուցիչը երեխային,
Ինչ կասես, ինչպես կանվանեք ձեզ այ հանցագործ երեխաներին, որոնք չեն ուզում ուղղվել, նա ասում է մենք արևի երեխաներ ենք։ Եվ արևը դառնում է խորհրդանիշ, ապրելու խորհրդանիշ։ Տեսեք այդ իրանական կինոյի հումանիստական մղումը։ Եթե մենք ժամանակ ունենանք, ես Գաբեին էլ ասեմ, եթե չէ, ինչպես է։ Այս տարի Փարաջանովի 100-ամյա միջոցառումներն են եւ կոնֆերանս տեղ ունեցավ Փարաջանովի տուն-թանգարանի եւ Ակադեմիայի գրականության ինստիտուտի համատեղ ջանքերով, որտեղ ես հանդես եկա միջավով Մոհսեն Մախմալբաֆի Գաբեն եւ Փարաջանովը, նրա գույնը Փարաջանովի այ մետաֆորիկ այդ ծերագիրը։ Ինչ է Գաբեն։ Նախ սկսենք դրանից։ Գաբեն Մախմալբաֆի ամենագունեղ ֆիլմ է, ինքը բռնատիրությանը հակազդող գունային տոնախմբություն էր, կյանքի, կենսախնդության տոնախմբություն էր։ Բերեց էկրանին իսլամական հեղափոխությունից հետո այդ դալուկ էկրանին գույն բերեց Մախմալբաֆը եւ գույնը ստացավ դրամատից։ Գաբեն երեխեք ջան, իրանական գորգերը, աշխարհի ամենաթանկ գորգերից մեկը, ձեռագործ գորգեր են սրանք, որոնք գործում են Լուրեստանում եւ Զագրոսյան լեռների այսպես տորոտներում ապրող ղաշխայի ցեղերը։ Ղաշխայինները արձանագրենք, որ դրանք թուրքական երկու փաստորեն ուղղություն կա թուրքական էթնիկ խմբերի, մեկը ատրպատական սիրուններն են, դուք գիտեք, իրանցի ազերիներն են, եւ մյուսը ղաշխայիններն են, որոնք գաղթել են Իրան 13-րդ դարում Միջին Ասիայից։ Ղաշխայինների ձեռագործ գորգերն են, սրանք շատ հետաքրքիր մոտիվներ ունեն, իսկ գորգը դա էկրան է, գորգը դա տեքստ է, գորգը դա մեր կյանքն է, գորգը ունի երաժշտություն։ Գիտեք չէ, գույների միջոցով այս Գաբեի նաև ստեղծված է սիմֆոնիա, որովհետև գույնը վերածվում է նոտաների։ Այդպիսի մեր Հյուր անունով ճապոնացի հայտնի երաժշտագետ կա, որը գորգերի գույների միջոցով ստեղծում է սիմֆոնիաներ։ Շատ հետաքրքիր։ Գաբեն աղջիկ է, եւ այդ աղջիկը ուղղակի գորգից վերածնվում է մի աղջիկ, կապույտ գորգից ու սկսում է պատմել իր սիրո պատմությունը։ Գրեթե ամեն քայլափոխին մենք կնշմարենք Փարաջանովի Նռանգույնը ֆիլմի այդ ձեռագիրը։ Ինչպես, որովհետև երբ որ Մախմալբաֆը եկավ Հայաստան, նա հատկանշեց հանրության առաջ, որ ես մեծապես ազդվել եմ Փարաջանովից եւ Գաբեն ստեղծել եմ Նռանգույնը ֆիլմի այսպես անալոգիայով եւ ազդեցությամբ եւ որպես վիզուալ տեսադաշտ եւ որպես վիզուալ փաստորեն հենասյուն։ Իսկ այսա ինչ էր Գաբեի մեջ ամենակարևոր Փարաջանովյան մոտիվը երեխեքյան գույնն էր, գունային խաղը, նաեւ այդ կարմիրի, կապույտի, կանաչի գունային անցումները, բանահյուսական տեքստը, ազգային բանահյուսական տեքստը, որ կառուցեց արդեն իրանական դաշտում, բայց ամբողջովին կինոլեզուն հագեցած էր նրան գույնը։ Տեսել եք նրան գույնը։ Փարաջանովը պաշտում էր Իրանը եւ ինքը մի անգամ ասել է, ասում էր, երբ որ ես Իրան գնամ, այնտեղ կինոյի հիմնադիր կդառնամ, հարցնում եմ, բա ինչ կնկարահանես, ասում է, իհարկե Լեյլա եւ Մեջնուն, ինձ տվեք մի գորգ, հնամաշ, դերասան կիսամերկ եւ կիսամերկ դերասանուի, ես նրանից կստեղծեմ ուղղակի շեդևր։ Եվ այդպես էլ չիրականացավ Փարաջանովի երազանքը, բայց Փարաջանովը իր կինոլեզվով, նաև սայաթնովայական կինոլեզվով, որի բանաֆոնդի մեջ մենք գիտենք շատ առկա է նաև Իրանը, իրանական գեղարվեստական մտածողությունը, փաստորեն Մախմալբաֆը կերտեց այս հրաշք Գաբե ֆիլմը։ Գաբեն հիշել գորգ է, գորգի անունը, գորգ աղջիկն է, որը պատմում է իր կյանքի ճանապարհը, իր սիրո ճանապարհը։ Եվ եթե համընթաց նայեք նաև Նռանգույնը ձեր էսթետիկ զարգացման համար է, եւ պոեզիա կտեսնեք այնտեղ, եւ կտեսնեք այնտեղ գույն, եւ կլսեք այնտեղ երաժշտություն, եւ բանահյուսություն, եւ ազգագրություն, էթնոգրաֆիա։ Այս շատ հետաքրքիր է երկուսը, որոնք համարվեցին ազգային ինչ ստորագրություն, կինոստորագրություններ։ Երևի Արփին էլ անդրադառնամ, Արփին հայրը իրանական կինոյում, Արփի Հովհաննիսյանին ես կանդրադառնամ, թատրոնի հիմնադիրն է եւ շահական Իրանում նա եղել է Իրանի շահական թատրոնի հիմնադիրներից մեկը։ Իմիջայլից շատ Արփի աշխատանքները գնահատված են համաշխարհային թատերագիրների կողմից
եւ նա գեղարվեստական ղեկավար է հանդիսացել եւ բեմադրիչ է հանդիսացել Պիտեր Բրուքին, եթե գիտեք, Պիտեր Բրուկը համագործակցել է Արպիի հետ, Արպին այսօր ապրում է Ֆրանսիայում եւ Արպիին մենք պարտական ենք Հեղնար աղբյուրի պարսկական մոտիվներով ստեղծված Չեշմե ֆիլմը, որը ստեղծեց շատ հետաքրքիր է, այդ Չեշմեն, երբ որ մենք նայում ենք, նույն Հեղնար աղբյուրն է, կինոթարգմանություն է, բայց լրիվ իրանական պատուհանից դիտված կինոթարգմանություն, ոչ մի եզրե։ Եվ Արպիի մեծ ներդրումը նաև մի ստեղծագործություն է, ինչպես մորս ասեղնագործ կողնոցը կսպրի կյանքիս մեջ։ Այդ ֆիլմը ամբողջ Լևոն Շանթի, Շուշանյանի ստեղծագործություններով ներհյուսված ազգային գոբելեն է։ Պարզապես հասանելի չի այդ ֆիլմը մեզ ցավում։ Եվ ես միշտ ասում բերեք ռետրոսպեկտիվ արեք Արպիի ֆիլմերից եւ ցուցադրեք այս ֆիլմը, որտեղ սա շատ հանճարեղ մեծ ֆիլմ է։ Ես Արպիով նաեւ Մուշեղ Սարվարյան, կան շատ հայտնի կինոռեժիսորներ, որոնք Արամայիս Խալամարյան, որոնք մեծ նաեւ Զավեն Ղուկասյան, որի Իսանդրին կա Իսվահանում, հայտնի կինոգործիչներ, որոնք մեծ շնորհակալություն